Խորհրդարանն օրերս հաստատեց տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխությունները։ Վերջապես կասեն շատերը, վաղուց էր պետք զսպել մեդիա արտադրանքում առկա գռեհիկ լեքսիկոնը, դատապարտելի վարքային էլեմենտներն ու բռնությունը։ Փորձագետները սակայն վստահ են, որ այս փոփոխության նպատակը մատաղ սերնդին դատապարտելի իրավիճակներից հեռու պահելը չէ։ Նոր օրենքում կան ձևակերպումներ, որոնք ուշադրության են արժանի։ Արգելվում է տեսալսողական հաղորդումներում սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը, բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվություն տարածելը, ազգային, ռասայական, սեռային կրոնական ատելություն բորբոքելու, տարիքային հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը։ 9-րդ հոդվածի խախտման դեպքում կարգավորող մարմինը կարող է հարուցել վարչական վարույթ, պահանջել նյութեր և եթե խախտումը հաստատվի, կիրառել տուգանքներ կամ պահանջել եթերի դադարեցում։ Ծանր կամ կրկնվող դեպքերում կարող է կասեցնել կամ դադարեցնել լիցենզիան, իսկ եթե կան քրեական արարքի նշաններ, նյութերը փոխանցվում են իրավապահ մարմիններին։ Ուղիղ եթերի ժամանակ սույն հոդվածի առաջին մասով սահմանված արգելքները խախտելու դեպքում հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրավախախտման մասին ուղիղ եթերում զգուշացվել կամ հայտարարվել է, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է։ Հիմա գանք մտահոգություններին։ Ինչ ասել է պատերազմի կոչ։ Որ ձևակերպումն է տեղավորվելու նշված արգելքի տակ։ Օրինակ, եթե տեսանյութում փորձագետը նշի, որ այսինչ ուղղությամբ հակառակորդի հնարավոր առաջխաղացումը զսպելու համար անհրաժեշտ է դիրքերի կառուցում կամ ականների տեղադրում, դա պատերազմի կոչ է, թե ոչ։ Ես նման դեպք չեմ հիշում։ Ընդհանրապես, որ մեկը ասի, գիտեք, եկեք գնանք պատերազմի, որտեղ դա լավ է կամ ողջուներ է կամ եւ այլն։ Շատ են մարդիկ ասում, որ պետք է պաշտպանվել, որովհետեւ մենք ունենք դրա վտանգ։ Իսկ պաշտպանվելը այո, զենքով է, այսինքն այդ նորմալ քննարկում է դրա հետ կապված։ Եթե սա չի, այդ ինչ դեպքեր են եղել, որի համար անհրաժեշտ է այսպիսի օրենք ընդունել։ Խնդրահարույց է նաև սահմանադրական կարգը բռնի տապալելու նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը բավականին լղոզված ձևակերպումը, ինչպես նաև բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվություն տարածելը, այն առումով, որ կարգավորող մարմինը կարող է ցանկացած հայց մերժել կամ հաստատել և թիրախավորել լրատվամիջոցին այս կամ այն հրապարակման համար։ Մի դեպքում տեսնել օրենքի խախտում, մյուս դեպքում ոչ, քանի որ չկա իրավական որոշակիություն։ Սահմանափակումը շատ անորոշ ձևակերպումներով արտահայտություններ։ Մարդը սկսում է երաշխավորելու համայն, ասել դե լավ, եկեք այս թեմայից չխոսեմ, այն մեկերը չանդրադառնամ, ինչը ինչի է բերում, այս դա հենց այդ մի քիչ ցենզուրա կոչված է, խոսքի ազատության ամենամեծ սահմանափակումներից մեկն է։ Դու խոսքը սահմանափակում ես մարդուն ստիպելով, որ ինքը սահմանափակի։ Կա կարծիք, որ օրենքի նպատակը հենց սուր քննադատություն անող հանրային և քաղաքական գործիչներին մեդիա տիրույթից հեռացնելն է։ Այսինքն 1-2 մեդիայի տուգանելու դեպքում այլևս հեռու կմնան այս կամ այն անձից, խնդիրների մեջ չհայտնվելու համար։ Այսինքն վերջն արդյունքում լրատվամիջոց չի փակվի, բայց կարծիք թելադրող ինչ-որ գործիչ կամ գործիչներ կհայտնվեն լրատվահոսքից դուրս։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։